Բարև ձեզ, ես Կարինե Գևորգյանն եմ, մասնագիտությամբ լոգոպեդ։ Այսօր կխոսենք միասին մի շատ հետաքրքիր թեմայի մասին, թե ինչ գիտելիքներով զինված պետք է երեխաները հաճախեն դպրոց։ Այս հարցը շատ է տրվում ծնողների կողմից և ես ցանկացա այս անգամ միասին զրուցենք այդ հարցի շուրջ։ Այն ծնողները, որոնք երեխաներ ունեն ու պետք է ճանապարհեն դպրոց, բոլորն ունենում են մտավախություններ, թե ինչպես է հասցնելու երեխան, դպրոցական նյութը կհասցնի, թե ոչ, ընկերներ ձեռք կբերի, ինչպես եմ տանելու, ինչպես եմ հասցնելու, այս մտավախությունները ծնողները բոլորը ունենում են եւ դա նորմալ է, սիրելի ծնողներ, բայց շատ կարեւոր է, որ դուք երեխաների մոտ միայն ու միայն դրականը խոսեք դպրոցի մասին, որովհետեւ երեխաները հաճախելով դպրոց պետք է դրական հույզերով գնան։ Դուք կարող եք նույնիսկ հիշել դրվագներ ձեր դպրոցական տարիներից, կիսվել նրանց հետ, խոսել, զրուցել նրանց հետ, թե որքան ընկերներ ունեք, դպրոցում ձեռք բերած, որքան գիտելիքներ եք ձեռք բերել դպրոցում, կարող եք նույնիսկ նկարների միջոցով, երեխայի հետ զրուցել, ցուցադրել նկարներ, որտեղ դպրոցական կյանքից հատվածներ են, որտեղ ուսուցիչն է, աշակերտները, բոլորն ուրախ են, նույնիսկ կարող եք երեխային ցուցադրել նկարների միջոցով լավ եւ վատ աշակերտի կերպարը, երեխային խրախուսել, որ նա պետք է կերտի հենց դրական, ուրեմն աշակերտի կերպարը եւ ասել, որ այո, դու պետք է դպրոցում լավ սովորես, որովհետեւ դպրոցը դա մի նոր կյանքի փուլ է, որը դու գնալով պետք է նոր կյանք մտնես եւ նոր, ուրեմն, գիտելիքներով զինվես։ Սիրելի ծնողներ, ուրեմն այն երեխաները, ովքեր որ հաճախել են նախադպրոցական հաստատություններ, նրանց համար ավելի հեշտ է լինում հաղթահարել ուրեմն դպրոցական շեմը, որովհետև նրանք մանկապարտեզում արդեն սովորել են լինել ինքնուրույն, սովորել են առանց ծնողների մնալ, ձեռք են բերել արդեն բազմաթիվ ընկերներ, եւ մեր սիրելի դասիարակները նախադպրոցական հատկապես այդ խմբում որոշ պարապմունքներ են անում, որոնք նպաստում են ուրեմն դպրոցում երեխան հեշտ հաղթահարի ուսումնական նյութը։ Իսկ այն երեխաները, որոնք նախադպրոցական հաստատություն չեն հաճախել, նրանց համար շատ ավելի դժվար է ուրեմն գնալ դպրոց, որովհետև նրանք, այսպես ասած, անդադ իրենց ծնողների կողքին են, շատ ծանր են տանում եւ ստրեսային են տանում, երբ որ պետք է հասկանում են, որ պետք է այնպիսի մի տեղ գնան, որտեղ ծնողը իրենից հեռու պետք է լինի։ Եվ շատ կարեւոր է, սիրելի ծնողներ, որպեսզի դուք չսպասեք դպրոցի բակում եւ որովհետեւ երեխան ամբողջ ընթացքում մտածում է, որ մայրիկը հիմա դրան ետևում է, ինձ է սպասում, կամ դպրոցի բակում նստած ինձ է սպասում, այսպես երեխան ուղղակի չի կենտրոնանում եւ չի կարողանում լսել ուսուցչին։ Դրա համար շատ կարեւոր է հենց առաջին օրվանից երեխային հոգեբանորեն պատրաստել, որ սա մի օջախ է, որտեղ նա պետք է մնա առանց ծնողի, որովհետև ինքը այդտեղ ունի երկրորդ մայր, ով ուսուցիչն է եւ ցանկացած խնդրի դեպքում նա պետք է ուրեմն դիմի իր սիրելի ուսուցչուհուն։ Սա մենք զրուցեցինք մի փոքր հոգեբանական առումով, հիմա եկեք հասկանանք, թե ինչ գիտելիքներով զինված պետք է երեխան հաճախի դպրոց։ Ծնողների մի մասը ասում է, որ գիտեք, իմ երեխան 3 լեզվի տիրապետում է, կարողանում է ընթերցել, տառերը գիտի, հնչյունները գիտի ամբողջը, բարդ թվային հաշվարկներ է անում, նա խնդիր չի ունենա դպրոցում եւ լավ կսովորի, ուզում եմ շտապել ասել, սիրելի ծնողներ, որ ընդհանրապես կարիք չկա երեխային նման գիտելիքներով զինել եւ ճանապարհել դպրոց,
որովհետև երեխան հաճախելով դպրոց նա պետք է սովորի ինչ որ նոր գիտելիքներ ձեռք բերի, բայց երբ որ երեխան հասկանում է, որ նա ոչինչ չունի սովորելու, որովհետև միջև տառերը սովորելը ուսուցիչը դեռ մասնիկներն է սովորեցնում երեխային, իսկ երեխան հասկանում է, որ ինքը մասնիկների ինչ դեռ կարդալ գիտի, գրել գիտի ու ուղղակիորեն սկսվում են խնդիրներ, երեխան ասում է, որ չեմ ուզում դպրոց գնալ։ Եվ կա ծնողների մի խումբ, ով ասում է, որ ոչինչ չեմ անելու իմ երեխայի հետ, նա գնալու է դպրոց, թող ուսուցիչը սովորեցնի։ Իհարկե, մեր սիրելի ուսուցիչները սովորեցնելու են ձեր երեխաներին դպրոցական նյութը, բայց լավ է, որ երեխաները որոշակի գիտելիքներով զինված հաճախեն դպրոց։ Այսինքն այն ներածական գիտելիքները դուք պետք է սովորացնեք ձեր երեխաներին, սիրելի ծնողներ։ Հիմա եկեք միասին հասկանանք, թե որն են այդ գիտելիքները։ Երեխաները ուրեմն միջև դպրոց գնալը պետք է կարողանա, նրանց մոտ պետք է զարգացած լինի համադրելու, մտածելու, երևակայելու հմտությունները, հիշողությունը երեխաների մոտ պետք է զարգացած լինի, իսկ այս ամենը զարգանում է երեխաների մոտ խաղերի միջոցով, խաղ վարժությունների միջոցով, որոնք դուք միասին պետք է անեք ձեր երեխաների հետ։ Հիմա ես կթվարկեմ դրանցից մի քանիսը։ Նաև շատ կարևոր է գույները, երեխաները գույները սովորած հաճախեն դպրոց, որովհետև ծնողներին թվում է, թե երեխաները գիտեն գույները, բայց հաճախելով դպրոց հասկանում են, որ երեխաները չեն տարբերակում գույները իրարից։ Դրա համար կան շատ խաղեր, թեստեր, որոնք կարող եք անցկացնել ձեր երեխաների հետ։ Օրինակ, սիրելի ծնողներ, եթե դուք երեխաներին սովորեցնում եք փոխադրամիջոցները, օրինակ, հա, որ լինում են 3 տեսակի՝ օդային, ցամաքային եւ ջրային։ Սովորեցնելուց հետո կարող եք հարցեր տալ։ Այ օրինակ, որն է նավի եւ նավակի տարբերությունը։ Այստեղ երեխան կփորձի համեմատել, հա, որ օրինակ նավակը փոքր է, իսկ նավը մեծ է։ Տարբեր են դրանով, իսկ նման են ինչով, որովհետև երկուսն էլ գնում են ջրի վրայով։ Կամ օրինակ նույնատիպ կարող եք օրինակ հարցնել, ինչ տարբերություն կա ուղղաթիռի եւ ինքնաթիռի մեջ։ Ուրեմն երեխան միջև դպրոց հաճախելը պետք է նաև իմանա երկրաչափական պատկերները։ Տեսեք, երբ որ սովորեցնում եք երկրաչափական պատկերները, կարող եք հարց տալ. այ օրինակ շրջանը ավտոմեքենայի ո՞ր մասին է նման։ Այստեղ երեխան կփորձի համադրել, մտածել, որ ավտոմեքենայի նման է ավտոմեքենայի անիվին, ղեկին։ Եվ շատ կարևոր է երեխան դպրոց գնալուց առաջ իմանա նաև տարբերակել ուրեմն մրգերը բանջարեղեններից, հատապտուղներից, իմանա թե որը որտեղ է աճում, կամ օրինակ պետք է իմանա կենդանիները, որոնք են վայրի, ընտանի, հա, թռչունները, որոնք օդով են թռչում, որ կենդանին մեզ ինչ է տալիս, որ կենդանին ինչ է ուտում, այս սրանք այն բազային գիտելիքներն են, որոնցով երեխան զինված պետք է հաճախի դպրոց։ Կամ օրինակ գույները սովորելու համար շատ լավ խաղ է, որ տարբեր պարագաներ դնեք սեղանի վրա, դրանք կարող են նույնիսկ ուտեստներ լինել, որոնք երեխան սիրում է, կամ իր սիրելի խաղալիքները, եւ ասել երեխային օրինակ դեղին մատիտը տուր ինձ, կամ սեղանի վրայից կապույտ մատիտը դիր կանաչ մատիտի կողքին, կամ օրինակ դեղին ավտոմեքենա չունենալ սեղանի վրա, ունենալ կանաչ ավտոմեքենա եւ ասել, որ դեղին ավտոմեքենան տուր ինձ։ Այստեղ պետք է հասկանաք երեխան ուղակի ավտոմեքենա բառը լսելով տվեց ձեզ, թե հասկացա, որ սեղանի վրա այդ գույնի ավտոմեքենա չունենք։ Եվ նմանատիպ խաղերի միջոցով դուք հնարավորություն կտաք ձեր երեխային մտածել, համադրել, համեմատել, որը շատ կարևոր է։ Ուրեմն մինչև դպրոց գնալը կարող եք երեխայի հետ դպրոց խաղը խաղալ, հա, օրինակ, մի դեպքում դուք լինեք ուսուցիչը, մյուս դեպքում ինքը լինի աշակերտը։ Եվ միասին վանկարկեք բառերը, հա, օրինակ ա հնչյունով կազմիր բառ։ Երեխան կկազմի բառը, կփորձեք բաժանել վանկերի։ Վանկերի կարող եք բաժանել ծափերի միջոցով, երաժշտական գործիքների միջոցով։
որպեսզի երեխան չհոգնի եւ չմտածի, որ հենց դաս է կանում, հա, խաղի տեսքով լինի, որպեսզի երեխային հետաքրքիր լինի խաղալ ձեզ հետ։ Եվ ամենակարևոր կետը, սիրելի ծնողներ, ուզում եմ ձեզ ասել եւ հորդորել, որ երբեք ու երբեք դասը որպես պատժի միջոց մի ընդունեք եւ սովորեցրեք այդպես երեխային։ Այ եթե դու չկատարես իմ ցանկությունը, դասը 10 անգամ կկարդաս, հա? Կամ եթե դու քեզ խելոք չպահես, 3 էջ պետք է գրես։ Սա նույնպես ընդունելի չէ, այլ հակառակը դասը երեխան պետք է սիրով անի, սիրով սպասի, թե երբ պետք է միասին դաս անեք։ Շատ լավ է, երբ որ նախապես պայմանավորվածություն ունենաք երեխայի հետ, որ ինքը պետք է դպրոցում ուշադիր լսի ուսուցչին, որ իր սովորած նոր գիտելիքը պատմի ձեզ։ Այս սա էլ է շատ կարևոր, որովհետև երեխան հավատացած եղեք պետք է փորձի ուշադիր լսել ուսուցչին, որովհետև գիտի, որ եկավ տուն, նա նաև ձեզ պետք է հաղորդի, թե ինչ է սովորել։ Սիրելի ծնողներ, նաև շատ կարևոր է, որպեսզի հարցնեք ձեր երեխային, ինչպես օրդ անցավ դպրոցում։ Սա էլ է շատ կարևոր։ Անընդհատ հետաքրքրվեք, ինչ նոր գիտելիքներ սովորեց, ինչ նոր ընկերներ ձեռք բերեց, երեխան արդեն կհասկանա, որ դուք հետաքրքրվում եք եւ անպայման կկիսվի ձեզ հետ, որովհետեւ այս դեպքում կզարգանա նաեւ երեխայի խոսքը, բառապաշարը, հաղորդակցվելու ունակությունը։ Նաեւ շատ կարևոր է մինչեւ դպրոց գնալը զարգացնել երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Այսինքն դրանք պետք է զարգացնեք ներքին ինքնի միջոցով, հա, երեխան, որովհետև հաճախելով դպրոց պետք է կարողանա մասնիկներ անել, ուրեմն գրել, տառել, հնչյունները, իսկ երբ որ երեխան ձեռքի նուրբ շարժողականությունը զարգացած չէ եւ չի կարողանում գրիչ բռնել, դժվարանում է, մատից չի կարողանում բռնել, այստեղ խնդիրներ կառաջանա եւ հնարավոր է, որ երեխան գրավորի հետ կապված խնդիրներ ունենա եւ ուղղակի ցանկություն չունենա հաճախել դպրոց։ Դրա համար շատ կարևոր է, որ աշխատեք ծեփամածիկով, հա, ներկելով, նմանատիպ մանր մոտորիկան զարգացնող խաղերով։ Այսօր մեր տաղավար հյուր է եկել Աննան, ով ինձ կօգնի մի քանի վարժություններ ցուցադրել ձեզ, թե ինչպես աշխատեք տանը ձեր բալիկների հետ։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Կներկայանաս։ Այո, բարև ձեզ, ես Աննա Գասպարյանն եմ, 8 տարեկան եմ։ Ապրես Աննա։ Աննա, հիմա ինչպես տեսնում ես, սեղանի վրա դրված են կենդանիներ եւ իրենց սիրելի ուտելիքները։ Կարող ես փակցնել, թե որ կենդանին ինչ ուտելիք է սիրում։ Իհարկե։ Ապրես։ Կեցես Աննա, շատ ապրես։ Աննա, հիմա արի միասին փորձենք հարցերի տեղատարափի միջոցով կազմել նախադասություններ, լավ։ Այո։ Որ կենդանին է պատկերված նկարում։ Կապիկը։ Ինչ է սիրում ուտել։ Բանան։ Կեցես, հիմա արի ամբողջացնենք, նախադասություն կազմիր։ Կապիկը սիրում է ուտել բանան։ Կեցես Աննա, ապրես։ Որ կենդանին է։ Ձի։ Ինչ է սիրում ուտել։ Խոտ։ Ապրես, դե հիմա կազմիր նախադասություն։ Ձին սիրում է ուտել խոտ։ Կեցես Աննա։ Հաջորդը։ Որ կենդանին է։ Շուն։ Ինչ է սիրում ուտել։ Ոսկոր։ Կազմենք նախադասություն։ Շունը սիրում է ուտել ոսկոր։ Կեցես Աննա։ Հիմա հաջորդը։ Առյուծը սիրում է ուտել միս։ Ապրես Աննա, կեցես։ Իսկ կարող ես ինձ ասել այս կենդանիների միջից որ մեկն է վայրի կենդանի։ Առյուծը։ Տեսեք, սիրելի ծնողներ, հարցերի տեղատարափի միջոցով երեխաները կփորձեն ուրեմն կազմել նախադասություններ, այսինքն միևնույն ժամանակ դուք կարող եք խաղերի միջոցով սովորեցնել երեխաներին կազմել նախադասություններ, ինչու՞ չէ նաև բառակապակցություններ, հա? Օրինակ, բանան հենց բառով կարող եք բանանը դրել օրինակ սեղանի վրա, խնձորը դնել սեղանի վրա ու հարցնել երեխային ինչ է։ Դեղին բանան։ Ահա, դեղին բանան, ստացվեց բառակապակցություն։ Նոր հետո դրանից հետո կազմել նախադասություն, որ կապիկը սիրում է ուտել բանան։ Կարող եք նաև ուրեմն այսպիսի մի
կախարդական պարկ, հա, կոչենք այս պարկին, սիրելի ծնողներ, կարող եք մի սովորական պարկի մեջ լցնել ինչ որ իրեր եւ այսպես կոչենք, հա, Աննա, սա մեր կախարդական պարկն է։ Աննա ջան, խնդրում եմ շոշափելով պարկը, հանիր նախ ասա ինչ է մեջը թաքցրած պարկի եւ հանելով պարկի միջի առարկան, փորձենք բաժանել վանկերի։ Լավ, խնդրեմ Աննա։ Չէ, ինչ ես հանում, շոշափիր։ Սա գնդակ է։ Հանիր տեսնենք։ Կեցես Աննա, ապրես։ Գնդակ բառը նախ արի հասկանանք, որ հնչյունով է սկսում։ Գ։ Ապրես, իսկ որ հնչյունով է ավարտվում։ Կ։ Եկ կ հնչյունով մի նոր բառ կազմենք։ Կլոր։ Կեցես Աննա, շատ ապրես։ Հիմա արի փորձենք գնդակ բառը բաժանենք վանկերի։ Այ երաժշտական գործիքներ են դրված սեղանի վրա, որով կցանկանաս բաժանել վանկերի գնդակ բառը։ Տուր ինձ գնդակը, Աննա ջան։ Ուզում ես դափով։ Այո։ Խնդրեմ Աննա, վերցրու դափը եւ բաժանիր վանկերի։ Չէ, ձեռքով։ Գնդակ։ Քանի վանք եղավ։ 2։ Կեցես Աննա։ Արի կախարդական պարկի միջից հանենք եւս մեկ իր։ Ինչ է Աննա։ Ձի։ Հանիր տեսնենք ձի է։ Ոչ, ինչ է Աննա։ Կով։ Կեցես։ Դե հիմա արի կով բառը մյուս երաժշտական գործիքի միջոցով, քսիլոֆոնի միջոցով բաժանենք վանկերի։ Կով։ Քանի վանք եղավ։ 1։ Մեկ վանք, կեցես Աննա, շատ ապրես։ Սիրելի ծնողներ, կարող եք նույնիսկ ծափերի միջոցով անել, նմանատիպ խաղվարություններ կարող եք արդեն ինքներդ մտածել, թե ինչ տեսակի կարող եք անել, որպեսզի երեխայի մոտ զվարճանք առաջացնի։ Այստեղ մենք սեղանի վրա ունենք դրված նկարներ, հա, որոնք գործողություն ցույց տվող նկարներ են։ Եվ այսպես հարցադրումների միջոցով նորից կարող եք կազմել նախադասություններ։ Ով է Աննա։ Տղան։ Ինչ է անում։ Գրում է։ Կեցես Աննա։ Ով է։ Տղան։ Ինչ է անում։ Լվացվում է։ Այսինքն նախադասություն կազմիր։ Տղան լվացվում է։ Կեցես։ Մյուս նկարում Տղան քննել է։ տղան քնել է, որտեղ դրսում ինչ է Աննա։ Գիշեր է։ Կեցես Աննա, շատ ապրես։ Այսքանը սիրելի ծնողներ եւ շատ կարեւոր է, որպեսզի, ինչպես ասացի, երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը զարգացնեք։ Այդ իսկ պատճառով մենք այսօր մեր տաղավարում Աննայի հետ կօգնես ինձ Աննա։ Այո։ Միասին կպատրաստենք ծեփամածիկ։ Հիմա կսկսենք մեր ծեփամածիկի ուրեմն պատրաստելը։ Աննա ջան, պատրաստ ես։ Այո։ Ուրեմն մեզ ծեփամածիկը պատրաստելու համար հարկավոր է 1 սուրճի բաժակ ջուր, խնդրեմ Աննա, ջուրը լցրու տարայի մեջ, կեցես, սուրճի բաժակի 1/3 աղ, կերակրի աղ, խնդրեմ Աննա, լցրու, ապրես, խառնում ենք, լավ, կես թեյի գթալ լիմոնի աղ, լցրու Աննա ջան, դուք հենց կարող եք ձեր բալիկների հետ պատրաստել, որովհետև շատ հետաքրքիր կլինի երեխաների հետ պատրաստելը, 1 ճաշի գթալ ձիթայուղ, խառնիր Աննա ջան, 1 պտղունց որևիցե ներք, հա, տորթի համար նախատեսված, շատ կարևոր է, ուրեմն սա ինչով է լավ, սիրելի ծնողներ, որ էկոլոգիապես մաքուր է, մինչդեռ խանութներից գնած ծեփամածիկները էկոլոգիապես կարող են մաքուր չլինել, իսկ սա մաքուր է եւ երեխաները եթե տանեն իրենց բերանն անգամ, որևիցե վտանգ չկա։ Եվ աչքաչափով ալյուր ենք լցնում, որ լինի ուրեմն փափուկ զանգված։ Քանի որ մենք տաղավարում չունենք հնարավորություն,
դնել գազօջախի վրա, ուստի մենք արեցինք գեռացրած ջրով, բայց դուք տանը խառնելուց հետո մինչև այլուրի լցնելը պետք է դնեք գազօջախի վրա եւ մինչև եռալը վերցնել վրայից եւ ավելացնել այլուրը։ Ահա, եւ միասին այլուրը լցնելուց հետո մի փոքր այսպես հունցում ենք։ Ահա, եւ ստացվում է մեր ուրեմն զանգվածը։ Ահա Կարծես թե մեր ծեփամածիկը պատրաստ է եւ ուրեմն միասին կարող եք տարբեր խաղեր խաղալ ծեփամածիկով, օրինակ Աննա, քո անվան առաջին հնչյունը կարող ես ինձ ասել։ Ահա, իսկ կարող ես մեզ համար հնչյունը պատրաստել։ Իհարկե։ Ահա, տեսնենք։ Գեցես Աննա, շատ գեղեցիկ ես անում, ապրես։ Շատ ապրես Աննա։ Գեցես շատ գեղեցիկ ստացվեց Աննա։ Իսկ ա հնչյունով սկսվող բառ, ապա հիշիր, ինչ կա, որ կարող ենք այստեղ անել, ինքը դեղին գույնի է ու մեզ տաքացնում է։ Արև։ Արևը, գեցես, կարող ես ծեփել այստեղ արև։ Այո։ Ապա եկ փորձենք միասին։ Արևը մեզ ինչ է անում Աննա։ Տաքացնում է։ Գեցես Աննա։ Տեսեք, որքան զրույցներ կարող եք տանել մի խաղի շուրջ երեխայի հետ եւ որքան հմտություններ կարող են զարգանալ երեխայի մոտ սիրելի ծնողներ։ Ապրես Աննա, գեցես։ Դրանք արևի ի՞նչն են։ Ճառագայթները։ Շողերն են, ապրես։ Շատ ապրես։ Գեցես Աննա։ Շնորհակալություն քեզ, որ դու եկար մեր տաղավար եւ ինձ այսքան օգնեցիր։ Գեցես Աննա։ Այսքանը սիրելի ծնողներ։ Կարծում եմ, ինչ որ ձևով ձեզ կարողացա օգտակար լինել եւ դուք ինքներդ էլ փորձեք տանը եւ կարծում եմ շատ լավ կստացվի ձեզ մոտ։ Լավ եղեք սիրելի ծնողներ։ Ձեզ հետ Կարինե Գևորգյանն էր։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։